Պատվաժան դատարան, ես այսքան ժամանակ չի ուզում արտահայտել խոսամ, բայց հիմա արդեն որ պարոն Խուդարյանը կարդաց, ես 100% արդեն համոզվեցի, թեպետ այն ժամանակել էի հավատում, բայց մեկ-մեկ ինձ ասում էի, կարող է իրականի ես տերորիստ եմ, կարող է ապեկի չեմ, ես ինքս իմ վրա եք հասկացում ասել, Ֆրունզիկ Մկրտչյանն ասում է, կարող է ընկել եմ ավտոյի տակ, կարող է, հիմա ես էի հասկացում, բայց առաջ օրից էլ ես ասել եմ, իշխանական քարոզամեքենաները հրամցրին բոլոր հեռուստաընկերություններով, ժողովրդին, հանրային մեղադրողների սխալ վարքագծի եւ բոլոր այն մարդկանց, ովքեր որ մեզ առավոտը ժամի 7:30 պատերի վրով հարցակվեցին տունս, մտան իմ 70 տարեկան մերս միայնակ տունը եւ իմ տունը եւ մորս տունը հարցակվեցին, տենց պատրաստված գործողություն, եթե տենց պատրաստված մարդիկ ունենք մեր քննչական կոմիտեում կամ ծառայություններում, ապա 44 օրյա պատերազմ կային մոտս Կարմիր շուկայում տեղը ցույց կտա իրանց, որտեղ պատերազմել, որտեղ կռվել։ Եվ ինձ ճանաչելով որպես ահաբեկիչ, վերջնականապես իրենց դեմքները պատառվեց այսօր։ Եվ թե նամուս փասիվ ունենան, իրանք պետք է ստեղ չլներ։ Մեզ մեղադրողներն են եւ մեզ պատժողներն են, ովքեր որ փորձում են մեզ պատժել եւ լավ են զգում, եթե ինչ որ մեկը լավ ազգում, ես որ կարամ իմ ընտանիքից, իմ ծնողից հեռու բանտարկված մնամ, չտեսնեմ իմ երեխեքին, գլուխները դրելով բարձին դուք լավ եք զգում ձեզ երևի, որ գնդապետ Մաղսուդյանը վերջնականապես Վարդաշեն հիմնարկում է։ Ասեմ ես ընդ էլի լավ եմ զգում ինձ մի բանն է ուզում, որ իմ հայրենիքս վերջնականապես չկործանեք, շնորհակալություն։